Զգում եք, որ ինչ-որ բան պատրաստվում է տեղի ունենալ։ Կարծես երկինքը շարժվում է քո օգտին, բայց շուրջը դեռ շատ լուռ է, քանի որ հիմա պետք է ասեմ քեզ մի բան։ Հենց հիմա, ինտիմորեն, ուղղակիորեն։ Քո աստվածային հրաշքն արդեն եկել է։ Այո, ճիշտ ես լսել։ Եվ ոչ, սա հույզերի չափազանցություն չէ։ Սա կենթանի նպատակային խոսք է, որ Աստված պատրաստել է հասնելու քեզ հենց հիմա, քանի դեռ դու այստեղ ես ինձ հետ։ Հարցն այն է, պատրաստ ես ընդունել, բայց նախքան շարունակելը ուզում եմ անել հատուկ հրավեր։ Եթե այս ուղերձը դիպչի քո սրտին, իսկ ես հավատում եմ, որ այդպես է լինելու, հենց հիմա բաժանորդագրվիր ալիքին։ Այստեղ ամեն օր դու գտնում ես հոգևոր առաջնորդություն, ուժ առաջ գնալու եւ խոսքեր, որ հանգստացնում են հոգին։ Ազնիվ եղիր, քանի անգամ ես աղոթել նշանի համար, քանի անգամ լուր լաց ես եղել, ցանկանալով թեկուզ մեկ խոսք, հանգիստ եղիր, ես քեզ հետ եմ։ Ահա այն, մի անտեսիր սա, մի ցատկիր, մի հեռացիր։ Այսօր դու կհասկանաս, թե ինչու Աստված սпасեց ճիշտ պահին, եւ այդ պահն արդեն եկել է։ Առաջինը, կանգնիր ամեն ինչ եւ լսիր։ Այսօր Աստված ունի քեզ համար հրատապ բացահայտում։ Դու պատահաբար չես սեղմել այս տեսանյութը։ Նույնիսկ նախքան նվագարկելը սեղմելը, քո ներսում ինչ-որ բան արդեն զգացել էր, որ այստեղ ինչ-որ այլ բան կա։ Հնարավոր է անհանգստություն սրտում, ծանրություն հոգում, կամ պարզապես այն զգացումը, որ պետք է լսես պատասխան, հաստատում։ Ահա այն, Աստված ուզում է քեզ հրատապ ինչ-որ բան բացահայտել, եւ այդ բացահայտումը սկսվում է հենց հիմա։ Կյանքի երուզեղի մեջ հեշտ է անտեսել Աստծո հորդորները, բայց երբ նա խոսում է հստակ, վճռական եւ ուղղակի, դա նրա համար է, որ ինչ-որ բան պատրաստվում է բացվել, եւ հենց դա է կատարվում հենց հիմա։ Հոգևոր շարժում է գնում քո օգտին, եւ Աստծուն պետք է միայն, որ դու կանգ առնես, լսես եւ հավատաս։ Գիտես այն պահը, երբ ամեն ինչ թվում է լուր, կարծես երկինքը լռել է, քանի որ այդ լռությունը հաճախ Աստծո կողմից կազմակերպված է իր հրաշքի հետևում։ Նա չի շտապում, այլ կատարյալությամբ է աշխատում, եւ այսօր նա հրատապ կանչում է քեզ, քանի որ եկել է ժամանակը, որ քո կյանքում ծնվի ինչ-որ նոր բան։ Այնինչ դու խնդրել ես, ինչի համար լաց ես եղել, ինչը ինչպես կարծում էիր Աստված մոռացել է, հիմա ակտիվանում է։ Խոսքն ասում է Երեմիա 33:3-ում. «Կանչիր ինձ, եւ ես կպատասխանեմ քեզ, եւ կպատմեմ քեզ մեծ եւ անհասկանալի բաներ, որոնք դու չգիտես»։ Հենց դա է կատարվում այստեղ։ Այս ուղերձը պատասխան է քո կանչին։ Խոսքը ոչ բախտի, ոչ պատահականության, ոչ ալգորիթմների մասին է։ Խոսքը աստվածային նպատակի մասին է։ Հնարավոր է դու հոգնել ես, հնարավոր է քո հավատը վնասվել է բազմաթիվ սպասումներից եւ հիասթափություններից։ Բայց այսօր Սուրբ Հոգին ուզում է վերակենդանացնել քո ներսում ինչ-որ բան։ Նա ուզում է հիշեցնել քեզ, թե ով ես դու եւ որքան էլ դեռ կարող ես ապրել։ Սա վերջ չէ։ Սա աստվածային շրջադարձի սկիզբն է։ Բայց որպեսզի սա սկսվի, պետք է հենց հիմա կանգ առնես, խոր շունչ քաշես եւ ընդունես այս խոսքը։ Ուստի խնդրում եմ քեզ ամբողջ սրտով, մի բաց թողիր այս տեսանյութը, մի առաջ գնա, մի թերագնահատիր այն։ Այնինչ Աստված անում է, իրական է։ Նա խոսում է քեզ հետ ուղղակիորեն, ինչպես հայր, որ տեսնում է իր զավակի ցավը եւ այլևս չի կարողանում հանդուրժել նրա տառապանքը։ Նա որոշել է գործել եւ ուզում է, որ դու իմանաս սա հենց հիմա։ Դու պատահաբար չես սեղմել այս տեսանյութը։ Այստեղ հոգևոր կանչ է կատարվում։ Կա Աստծո շարժում, որ չի կարելի բացատրել, միայն զգալ։ Եվ երբ նա որոշում է դիմել մեզ, անում է անսպասելի ձևերով։ Հնարավոր է դու բացել ես այս տեսանյութը առանց շատ մտածելու, հնարավոր է պարզապես հետաքրքրությունից, բայց դու չգիտեիր, որ հետևում հոգևոր շարժումը քեզ գրավել է աստվածային կանչով։ Այս պահը սուրբ է, սա դադար է քո առօրյայի մեջ, լսելու ձայնը, որ շատերն արդեն խլացրել են շտապողականության, վախի կամ անվստահության պատճառով։ Աստված քեզ կանչել է այստեղ, քանի որ կա ինչ-որ բան, որ այսօր կարող ես ստանալ միայն դու։ Ինչ-որ բան, որ երկար ժամանակ պատրաստվում էր եւ հիմա պատրաստ է իրականացման։ Բազմիցս մենք խնդրում ենք Աստծուն խոսել մեզ հետ, եւ նա ասում է. «Բայց լսում ենք արդյոք»։ Բավարար բաց ենք, որ ընդունենք, որ սա այն պատասխանն է, որ նա արդեն խոստացել էր։ Ահա թե ինչու դու այստեղ ես, ոչ պատահաբար, այլ հոգևոր հավասարեցման շնորհիվ։ Աստվածաշունչն ասում է Հովհաննես 10:27-ում. «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, ես ճանաչում եմ նրանց, եւ նրանք հետևում են ինձ»։ Դու լսում ես հիմա, քանի որ քո հոգին ճանաչել է Հովվի ձայնը։ Աստված ճանաչում է քեզ, նա գիտի, թե ինչի հետ ես դու լուր առճակատվել։ Եվ նա որոշել է դիպչել քեզ անձնական խոր եզակի ձևով։ Այս տեսանյութը պարզապես գեղեցիկ խոսք չէ, սա հոգևոր կոդ է։ Եվ երբ ուշադրություն դարձնես, ներսում ինչ-որ բան սկսում է հավաքվել։ Միտքը դանդաղում է, սիրտը հանգստանում է։ Եվ դու սկսում ես գիտակցել, որ երկինքը փոխանցում է ինչ-որ իրական եւ հրատապ բան։
ուստի մնա այստեղ։ Ամեն րոպեն բացում է այն, ինչ քո հոգին պետք է կլանա։ Մի եղիր նրանց նման, որ լսում են եւ մոռանում։ Եղիր նրանց նման, որ ընդունում են, պահում սրտում եւ գործում հավատով։ Քանի որ կա կանց եւ դու դրա մասն ես։ Երրորդը։ Երկինքը շարժման մեջ է։ Հրաշքը, որին սпасել ես, արդեն դուրս է եկել լույս։ Զգում ես դա։ Ինչ որ բան փոխվում է քո շուրջը, ոչ աղմուկով, ոչ տեսարանով, այլ խոր խաղաղությամբ, որ սկսում է գրավել քո սիրտը։ Երկինքը շարժվում է, եւ դա նշանակում է, որ այնինչ զսպված էր, ազատվում է։ Այնինչ կանգնած էր, հիմա հոսում է։ Դու կարող ես մտածել, բայց ես դեռ ոչինչ չեմ տեսնում։ Եվ դա նորմալ է։ Հավատը սկսվում է ոչ աչքերով, այլ սրտով։ Եբրայեցիներ 11:1-ը հիշեցնում է մեզ. հավատը վստահությունն է հույսի, որին սպասում ենք, եւ ապացույցը չտեսնվողի։ Այնինչ արձակված է երկնքում, արդեն գալիս է դեպի քեզ, նույնիսկ եթե քո աչքերը դեռ չեն գիտակցել դա։ Կան իրավիճակներ, որ փոխվում են միայն այն ժամանակ, երբ մենք նախ ներսից փոխվենք։ Եվ այս տեսանյութը դրա բանալին է։ Չորրորդը։ Հավատը, որ բացում է անտեսանելի դռներ։ Եվ ինչու է քոնը հիմա փորձության մեջ։ Երբևէ զգացել ես, որ դուր ես ծեծում փակ դռների, չհասկանալով, թե ինչու չեն բացվում։ Կարծես ամեն ինչ, որ փորձում ես անել, պարզապես չի ստացվում։ Հնարավոր է հենց հիմա դու անցնում ես դրանով, բայց Աստված ուզում է, որ հասկանաս, սա վերջ չէ, սա քո հավատի փորձությունն է։ Հակոբոս 1:3-ը ասում է. քանի որ գիտեք, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Աստված երբեք անիմաստ փորձություններ չի տլատրում։ Նա փորձում է ամրացնել, ոչ թե պատժել։ Հավատը, որ դու կրում ես, ունի ուժ բացելու դռներ, որոնք մարդկային աչքերը չեն տեսնում։ Այնինչ կատարվում է հիմա, որքան էլ խճճված թվա, հենց այն է, ինչ պետք է կատարվի, որպիսի դու բավականաչափ ուժեղ դառնաս, պահելու այն, ինչ գալիք է։ Հրաշքը ոչ միայն պատասխան է, դա գործընթաց է, որ փոխակերպում է քեզ ներսից, նախքան օրհնությունը հասցնելը։ Հնարավոր է դու չես հասկացել լռությունը, ոչ, ուշացում չէ։ Բայց այսօր Աստված բացում է սա քեզ, սա մերժում չէր, սա շինարարություն էր։ Սիրտը, որ անցել է կրակի միջով, ավելի զգայուն է լսելու, ավելի պատրաստ է վստահելու, ամուր քայլելու։ Դու արդեն ավելի ուժեղ ես, քան կարծում ես։ Հավատը, որ դու մշակել ես խավարում, նույն հավատն է, որ ստիպելու է քեզ փայլել լույսի մեջ։ Եվ երբ դուռը վերջապես բացվի, իսկ այն կբացվի։ Դու կհասկանաս, թե ինչու պետք է այդքան երկար սպասել։ Աստված չի փորձարկում քո հավատը, որպիսի ստուգի կարող ես արդյոք։ Նա փորձարկում է, որպիսի դու տեսնես, որ կարող ես նրա հետ։ Եվ հիմա ժամանակն է հավատալու, ինչպես երբեք նախկինում, քանի որ անտեսանելի դռները սկսում են շարժվել։ 5-րդ է. հնարավոր է դեռ չես տեսնում, բայց հրաշքն ավելի մոտ է, քան կարծում ես։ Կամ բաներ, որոնք մենք գիտակցում ենք միայն դրանց հեռանալուց հետո, եւ հաճախ մենք այնքան մոտ ենք պատասխանին, այնքան մոտ ենք շրջադարձային պահին, որ վերջում մտածում ենք հանձնելու մասին։ Բայց Աստված քեզ բերել է այստեղ, որպեսզի ասի. հիմա մի կանգնիր, քո հրաշքն ավելի մոտ է, քան կարծում ես։ Առաջին Կորինթացիս 2:9 ասում է. աչք չի տեսել, ականջ չի լսել, եւ մարդու սիրտը չի մտել այն, ինչ Աստված պատրաստել է իրեն սիրողների համար։ Այսինքն, գալիքը ավելի մեծ է, քան քո միտքը կարող է կանխատեսել։ Պետք չէ ամեն ինչ տեսնել, պարզապես պետք է շարունակես։ Քանի օրհնություն է կորել մեկ չարված քայլի պատճառով, քանի խոստում չի կատարվել, քանի որ մեկը հրաժարվել է հրաշքի նախօրեին։ Քեզ համար այդպես չէ։ Աստված հիմա բռնել է քո ձեռքը, նույնիսկ եթե դու չես զգում։ Թիկունքում շարժում է կատարվում։ Ճիշտ մարդիկ դասավորվում են, դռները պատրաստվում են, պատասխանները կարվում են լռության մեջ։ Եվ դու հենց այնտեղ ես, որտեղ պետք է լինես, Աստծո կամքի կենտրոնում։ Մի հանձնվի նրան, ինչ տեսնում ես։ Հավատը հենց այն է, ինչ կապում է քեզ այն բանի հետ, ինչին դեռ անհնար է դիպչել, եւ դու մեկ քայլ հեռու ես դրանից։ Հավատի արարք։ Հավատա այն, ինչ Աստված անում է։ Հիմա մի հանձնվիր, հրաշքն արդեն արձակված է։ Եվ նույնիսկ եթե քո աչքերը դեռ չեն տեսել դա, սիրտդ արդեն գիտի։ Մնա վստահության մեջ, քանի որ գալիքը ստիպելու է քեզ հասկանալ յուրաքանչյուր արդյունքը, յուրաքանչյուր սպասումը եւ յուրաքանչյուր աղոթքը։ 6-րդը. Աստծո լռությունը բացակայություն չէ, այլ պատրաստություն։ Երբևէ զգացել ես, որ երկինքը լռել է։ Կարծես աղոթքները, որոնք դու այդքան հավատով ասել ես, բախվում են անտեսանելի պատին։ Սա լռություն է, որ ցավ է պատճառում եւ շփոթեցնում։ Կարող է թվալ, թե լքված ես, բայց այսօր Աստված ուզում է, որ հասկանաս, նրա լռությունը երբեք բացակայություն չի եղել։ Դա միշտ պատրաստություն է եղել։ Աստված չի լռում, քանի որ մոռացել է քեզ, նա լռում է, քանի որ աշխատում է։
Երբ դու աղոթում ես, նա շարժում է կտորները, ուղղորդում է մարդկանց, պատրաստում է տեղերը եւ ստեղծում է հնարավորություններ, որոնք դեռ չեն կարող բացահայտվել։ Եվ որքան էլ հոգնած լինի քո սիրտը, լռության մեջ բացվում է աստվածային նպատակը։ Հիշիր Հիսուսին, երբ Ղազարոսը մահացավ։ Մարթան եւ Մարիամը օրեր շարունակ սպասում էին նրան։ Թվում էր արդեն ուշ է։ Հիսուսի լռությունը մեկնաբանվեց որպես անտեսում, բայց երբ նա եկավ, նա ոչ միայն բուժեց, այլ հարություն տվեց նրան։ Լռությունը անհրաժեշտ էր Աստծու ավելի մեծ փառքի համար։ Եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը։ Հովհաննես 11:40։ Աստված թույլ է տալիս այդ լռությունը, քանի որ այն, ինչ նա պատրաստում է, ժամանակ է պահանջում, հասունացում եւ համաձայնեցում։ Նա սովորեցնում է քեզ վստահել, նույնիսկ երբ ոչ մի տեսանելի երաշխիք չկա։ Հավատը ոչ թե հավատալն է, երբ ամեն ինչ իմաստ ունի։ Հավատը կանգնած մնալն է, երբ թվում է, թե ամեն ինչ սառել է։ Մինչ դու զգում էիր քեզ մոռացված, Աստված ձևավորում էր քեզ։ Մինչ դու լաց էիր լինում, նա հաշվում էր յուրաքանչյուր արդյունքը։ Մինչ դու սպասում էիր, նա կառուցում էր ճանապարհ, որ ոչ ոք չէր կարողանա անցնել։ Եվ հիմա աստիճանաբար լռությունը սկսում է տեղի տալ ցուցադրության ձայներին։ Դու կզգաս դա հոգով, նախքան աչքերով տեսնելը։ Մի խաբվիր, եթե սա ժամանակ է պահանջում, նշանակում է ամեն ինչ կատարվում է կատարյալ։ Երբ Աստված ավարտի այն, ինչ անում է թիկունքում, դու կհասկանաս յուրաքանչյուր վայրկյանի սպասման պատճառը։ Եվ այդ օրը դու կասես՝ արժեր էր։ Աստված երբեք չի լքել ինձ։ Նա պարզապես պատրաստվում էր ավելի լավ։ 7-րդը. Խոստումը դեր ուժի մեջ է, նույնիսկ եթե շուրջը ամեն ինչ ասում է հակառակը։ Հնարավոր է քո կյանքի հանգամանքները գոռում են, որ ամեն ինչ ավարտված է։ Հնարավոր է շրջապատված ես հիասթափություններով, փակ դռներով, բացասական ախտորոշումներով, կործանված հարաբերություններով, եւ այնուամենայնիվ քո ներսում հնչում է փոքրիկ ձայն, որ ասում է՝ շարունակիր հավատալ։ Այդ ձայնը Սուրբ Հոգին է, հիշեցնելով քեզ, որ խոստումը դեռ ուժի մեջ է։ Թշնամին կփորձի համոզել քեզ, որ պարտվել ես։ Նա օգտագործում է ժամանակը, հոգնածությունը, ուշացումները եւ համենատությունները, որպեսզի համոզի, որ Աստված թողել է քեզ հետևում, բայց լսիր ուշադիր, Աստված չի հետ կանգնում իր խոսքերից։ Նա հավատարիմ է կատարելու ամեն ինչ, ինչ խոստացել է, նույնիսկ եթե շուրջը ամեն ինչ ասում է հակառակը։ Աստվածաշունչը հստակ ասում է Թվեր 23:19-ում. Աստված մարդ չէ, որ ստի, եւ ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Կասի արդյոք նա եւ չի անի, կխոսի եւ չի հաստատի։ Այնինչ նա ասել է քեզ հույզերի պատրանք չէր, դա երկնային որոշում էր, եւ այդ որոշումը դեռ ուժի մեջ է։ Հնարավոր է դու հիասթափվել ես, հեռացել ես, նույնիսկ սկսել ես կասկածել, բայց Աստված չի հրաժարվել քեզանից։ Նրա խոստումները ժամանակի հետ չեն սպառվում, նրանք հասունանում են, ուժ են ստանում, եւ երբ կան, ամեն ինչ վերականգնում են միանգամից։ Աստծո մեկ խոսքը բավարար է ամբողջ քո պատմությունը վերաշարացելու համար։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ է անցել, Աստված այնինչ տնկել է կծաղկի։ Հնարավոր է ոչ քո ժամանակին, այլ կատարյալ ժամանակին, երբ դու պատրաստ կլինես պահել եւ պատվել օրհնությունը, եւ երբ կգա ուղղվածությամբ, խաղաղությամբ եւ համոզմունքով։ Ոչինչ խճճված չի լինի, ամեն ինչ բարձ կդառնա, ամեն ինչ հասկանալի կլինի։ Ուստի հիմա մի թողիր այս գործընթացը, մի հրաժարվիր Աստծո ասացից այն պատճառով, ինչ տեսնում ես։ Խոստումը չի մահացել, այն գտնվում է պահանջները բավարարելու փուլում։ Եվ այդ բավարարումը միշտ ավելի հոյակապ է, քան դու պատկերացրել ես։ 8-րդը. Նախքան նրանք կանչեն, ես կպատասխանեմ։ Եսայա 65:24-ը կատարվում է քո կյանքում։ Երբևէ հանդիպել ես այնպիսի պահի, երբ պատասխանը գալիս է նախքան հարցը տալը։ Այդ զանգը, որ փոխում է ամեն ինչ, այդ գրկախառնությունը, որ գալիս է առանց քո խնդրանքի, այդ դուռը, որ բացվում է ոչ մի տեղից, սա պատահականություն չէ, սա խոստման կատարում է։ Աստված ասում է. նախքան նրանք կանչեն, ես կպատասխանեմ։ Մինչ նրանք դեռ խոսում են, ես կլսեմ նրանց։ Եսայա 65:24։ Այս համարը ոչ թե պոեզիա է, այլ հոգևոր իրականություն։ Աստված արդեն գործում է, մինչ դու դեռ կազմակերպում ես խնդրանքդ։ Նա գիտի մտքերը նախքան դու դրանք ձևակերպես, եւ ավելին, նա կանխատեսում է պատասխանը, քանի որ գիտի, թե ինչ է պետք քո սրտին։ Դու մոռացված չես։ Դու շրջապատված ես շնորհով, որ նախորդում է քո կասկածներին։ Հրաշքն արդեն գալիս է դեպի քեզ ճշգրտությամբ։ Աստված լսել է ոչ միայն քո աղոթքները, նա պատասխանել է նախքան դու ավարտես աղոթելը, եւ դրա ապացույցն այն է, որ այս ուղերձը հասել է քեզ։ Ժամանակն է բացել մեր հոգևոր աչքերը եւ տեսնել նշանները։ Այն, ինչ թվում էր կանգնած, սկսում է շարժվել, ոչ աղմուկով, այլ լուր, ինչպես քամին, որ չես տեսնում, բայց զգում ես։ Աստված գործում է լուր, բայց հզոր։ Անհանգստությունը չի թողնում տեսնել, թե ինչ արդեն կատարվում է։ Ուստի շնչիր, խլացրու ներսի խառնաշփոթը, նայիր շուրջդ հոգևոր աչքերով։ Աստված արդեն ցուցադրում է իր բարեհաճությունը այն վայրերում, որոնք դու կորած էիր համարում, եւ սա միայն սկիզբն է։ Հիմա հռչակիր հավատով. Տեր, ես ընդունում եմ քո պատասխանը նախքան հարցնելը։ Ես հույս ունեմ, որ քո գործողությունները կատարյալ են։
Արա սա որպես հավատի արարք, քանի որ որքան շատ ես ճանաչում, այնքան ավելի պարզ է դառնում Եսայա 65:24-ը, այն կատարվում է քեզ մեջ։ 9-րդը. Անտեսանելի պատերազմը գրեթե ավարտվում է, շարունակիր ևս մի փոքր։ Դու հոգնել ես, գիտեմ, պատերազմներ, որոնք ոչ ոք չի տեսնում, ցավեր, որոնք անհնար է բացատրել, պահեր, երբ ամեն ինչ կորցնում է իմաստը։ Բայց այսօր ասում եմ քեզ, անտեսանելի պատերազմը, որի հետ արճատատվում ես, գրեթե ավարտվել է, եւ երբ ավարտվի, կգա խաղաղություն, կգա հաղթանակ։ Պատասխանը կա, Եփեսացիս 6:12-ում ասված է, որովհետև մեր պայքարը ոչ թե մարմինի եւ արյան դեմ է, այլ իշխանությունների, տիրակալների եւ այս խավար աշխարհի կառավարիչների դեմ։ Սա պատերազմ է, որ դու վարում ես ոչ բնական, այլ հոգևոր, եւ հենց դա է այնքան հոգնեցնում, այնքան լուր, այնքան անտեսանելի մարդկային աչքերի համար։ Այն, ինչ վիճարկվում է, ոչ միայն աշխատանքն է, հարաբերությունները, դուրը։ Խաղադրույքի վրա է քո հավատը, քո ինքնությունը, քո նպատակը, եւ թշնամին գիտի, թե որքան վտանգավոր ես դու, երբ ամուր կանգնած ես։ Ահա թե ինչու նա փորձում է հոգնեցնել քեզ, շեղել, ստիպել մտածել, որ ոչինչ չի փոխվի։ Բայց Աստված քեզ այստեղ բերել է ոչ թե հանձնվելու համար։ Եթե հիմա լսում ես սա, նշանակում է դու ավելի մոտ ես հաղթանակին, քան կարծում ես։ Երկինքը պայքարում է քո համար, հրեշտակները աշխատում են, շղթաները կոտրվում են, բայց քեզ պետք է դեռ մի փոքր պահպանել։ Մի հանձնվիր, մի կանգ առ, մի թողիր պատերազմը հենց այն ժամանակ, երբ այն պատրաստվում է ավարտվել։ Այս ցավն ունի վերջ, պատասխանը մոտենում է, եւ երբ գա, կլինի ինչպես գետը, որ ներխուժում է անապատ, ամեն ինչ կփոխվի, ամեն ինչ կվերականգնվի։ Ուստի հիմա կանգնիր ոգով, հռչակիր, որ մենակ չես, որ քո կողքին պայքարում է անտեսանելի բանակ, եւ դու կհաղթես, քանի որ նա, ով պայքարում է քո համար, Աստված է, ռազմիկը, եւ նա երբեք չի պարտվել պատերազմում։ 10-րդը. Թող գնա այն, ինչ կպչել է քո սրտում, ներումը, վախը եւ անվստահությունը։ Չես կարող պահել նորը, քանի դեռ կրում ես հինը։ Աստված ուզում է քեզ տալ ինչ-որ մեծ, մաքուր, ճշմարիտ բան, բայց դրա համար պետք է թողնես այն, ինչ քեզ ներսից զսպում է։ Անիմաստ է աղոթել հրաշքների համար սրտով, որ արգելափակված է ցավով, վախով կամ անվստահությամբ։ Ներումը ոչ միայն մյուսի մասին է, այլ քո մասին։ Խոսքը գնում է ազատվելու այն ծանրությունից, որ լուր կրծում է քո հավատը։ Հնարավոր է անարդար վիրավորվել ես, հնարավոր է տարապել ես վստահելով նրանց, ովքեր արժանի չէին, բայց այնինչ Աստված պատրաստել է քո կյանքի համար, չի կարող մտնել այնտեղ, որտեղ դեռ խավար կա։ Մատթեոս 6:14-ում Հիսուսը սովորեցնում է. Եթե դուք ներում եք միմյանց մեղքերը, ապա ձեր երկնային Հայրն էլ կները ձեզ։ Սա առաջարկ չէ, սա հոգևոր սկզբունք է։ Ներումը ակտիվացնում է երկինքը, արձակում է օրհնությունների հոսքը եւ վերականգնում է այն վայրերը, որոնք երկար ժամանակ չոր էին։ Իսկ վախի մասին, քանի անգամ ես դադարել առաջ շարժվել դրա պատճառով, քանի հրաշք է հետաձգվել, քանի որ կասկածել ես, թե ինչի է ընդունակ Աստված։ Վախը բանտ է, որ դու ինքդ ես կերակրում, բայց այսօր կարող ես կոտրել այդ շղթաները պարզ հավատի արարքով, նորից թող գնա անվստահությունը։ Քեզ պետք չէ ամեն ինչ հասկանալ, բայց պետք է մաքուր լինել ներսում, որպեսզի ընդունես այն ամենը, ինչ պատրաստվում է լինել։ Թող գնա մեղքի զգացումը, համեմատությունները, վնասվածքները։ Աստված ուզում է տարածություն ոչ միայն քո խոսքերում, այլև քո սրտում։ Այսօր օրն է դատարկել հոգին, որպեսզի Աստված կարողանա լցնել այն։ Եվ այն, ինչ նա կթափի քեզ վրա, քիչ չի լինի, մակերեսային չի լինի, այն արատ կլինի, բայց նա մտնում է միայն այնտեղ, որտեղ տարածություն կա։ 11-րդը. Հրաշքները գալիս են ոչ այնպես, ինչպես մենք սպասում ենք, այլ այնպես, ինչպես մեզ պետք է։ Հնարավոր է դու սպասում ես Աստծուց ինչ-որ կոնկրետ բանի, մարդու բուժման դուր, պատասխանի դուր, եւ գուցե նա չի տվել այնպես, ինչպես դու պատկերացրել ես, բայց ահա ճշմարտությունը, որ պետք է ընդունել հավատով։ Աստված հրաշքներ չի անում այնպես, ինչպես մենք ուզում ենք։ Նա կատարում է այն, ինչ մեզ պետք է։ Հաճախ մենք աղոթում ենք խնդրից փախչելու համար, բայց նա սովորեցնում է մեզ հաղթահարել այն։ Մենք խնդրում ենք հեշտ ճանապարհներ, բայց նա մեզ տանում է ճանապարհներով, որ հասունացնում են մեզ։ Քանի որ Աստծո նպատակը ոչ միայն լուծել ներկան է, այլ պատրաստել քեզ հավիտյան համար։ Իսրայելի ժողովուրդը պարզապես ուզում էր դուրս գալ Եգիպտոսից։ Աստված ուզում էր նրանց տանել խոստացված երկիր, բայց նախ պետք է անցնեին անապատով։
Եվ հենց այնտեղ, պակասության մեջ, քայլքի մեջ, ամենօրյա կախվածության մեջ նրանք ճանաչեցին Աստծո հավատարմությունը։ Նույնն էլ քեզ հետ։ Գործընթացը հրաշքի մասն է։ Եսայիա 55:8-9 հիշեցնում է մեզ, որովհետև իմ մտքերը ձեր մտքերը չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը։ Այնինչ այսօր թվում է տարօրինակ, վաղը կմնա հիշողության մեջ որպես ճշգրիտ մանրամասնություն, որ ամեն ինչ հնարավոր դարձրեց։ Աստված երբեք չի սխալվում իր փրկություններում։ Հնարավոր է քո հրաշքն արդեն կատարվում է, բայց այլ կերպ, ավելի լուռ, ավելի ներքին, ավելի ռազմավարական։ Եվ միակ բանը, որ հիմա պետք է քեզ, հոգևոր հասունությունն է, հասկանալու, որ երկինքը աշխատում է իմաստությամբ, ոչ թե անհանգստությամբ։ Վստահիր գործընթացին, վստահիր ժամանակին, վստահիր ձևաչափին։ Աստված քեզ տալիս է այնինչ պետք է, ոչ միայն այնինչ ուզում ես, եւ երբ ընդունես սա, այնինչ այսօր աննշան է թվում, կդառնա նշանավոր ստեղծագործության սկիզբը։ 12-րդը։ Դու կճանաչես հրաշքը խաղաղությամբ, որ կներքուժի քո ներքին ես։ Կան հրաշքներ, որ սկսվում են ոչ աղմուկով, այլ լռությամբ։ Նրանք ուղեկցվում են ոչ գրակով, այլ հոգու թեթևացումով, հանկարծակի խաղաղություն։ Զգացում, որ հիմա ամեն ինչ կկարգավորվի։ Սա պարզապես զգացում չէ, սա հոգևոր նշան է։ Սա հրաշք է, որ գիտակցվում է քո ներսում։ Փիլիպեցիս 4:7-ը հավաստիացնում է մեզ, եւ Աստծո խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Այս խաղաղությունը առաջին հայտարարությունն է։ Կարծես երկինքն ասում է. հանգիստ եղեք, ես արդեն ամեն ինչ կարգավորել եմ, եւ նույնիսկ առանց տեսանելի ապացույցների ձեր սիրտն արդեն գիտի, որ հաղթել է։ Դու կնկատես տարբերությունը։ Կասկածները սկսում են գործնել ուժը, վախն այլևս չի կառավարում քեզ այնպես, ինչպես նախկինում, եւ նույնիսկ փորձությունների առջև զգում ես, որ ներսում ինչ-որ բան փոխվել է։ Սա հավատի ակտիվացում է։ Անտեսանելին դիպչում է տեսանելիին։ Սա հաստատում է նախքան իրականացումը։ Շատերը սպասում են արտաքին նշանների, բայց մեծագույն հրաշքները դրսևորվում են ներսից։ Երբ համապատասխանես Աստծո կամքին, քո հոգին ուժ է ստանում նախքան մարմինը տեսնելը։ Եվ հենց այս խաղաղությունն է առաջնորդելու քեզ որպես կողմնացույց դեպի խոստման լիարժեք կատարումը։ Մի անտեսիր այս խաղաղությունը։ Սա հաճախակի չէ, այն միտքով չի ստեղծվում, այն գալիս է հոգուց։ Երբ գալիս է, նշանակում է այն, ինչ կպչել էր, սկսել է շարժվել։ Երբ այն ներծծվում է, նշանակում է Աստված արդեն ստորագրել է այն, ինչ խնդրել ես։ Փակիր աչքերդ մի պահ եւ հարցրու. Տեր, սա քեզանից խաղաղություն է։ Եթե քո սիրտը լուր շփտում է, դու արդեն գիտես հրաշքը եկել է։ Մի համեմատիր քո ճանապարհը։ Այնինչ Աստված ունի քեզ հետ, եզակի է։ Համեմատությունը խորամանկ թակարդ է։ Դու նայում ես մյուսի հաղթանակին եւ մտածում. ինչու դեռ չի եկել ինձ մոտ։ Բայց դու չես տեսնում թիկունքը, ցավերը, անապատի գործընթացները, որոնցով անցել է յուրաքանչյուր մարդ։ Աստված այսօր ուզում է հիշեցնել քեզ. քո ճանապարհը եզակի է եւ հրաշքնել։ Հարևանի խոտը կարող է ավելի կանաչ թվալ, բայց դու չգիտես, թե որքան է կտրում, պարարտացում եւ անձրև պահանջվել դրա համար։ Եվ ավելի կարևորը, Աստված քո կյանքում անում է ինչ-որ նոր բան իր սյուժեով։ Հովհաննես 21:22-ը ցույց է տալիս, երբ Պետրոսը հարցրեց մյուս աշակերտի ապագայի մասին, եւ Հիսուսը պատասխանեց. Եթե ես ուզում եմ, որ նա մնա մինչև իմ գալը, ինչ է դա քեզ, հետևիր ինձ։ Այլ կերպ ասած, կենտրոնացիր այն վրա, ինչ Աստված ունի քեզ հետ։ Մյուսի խոստումը չի փոխում քոնը։ Աչքդ շեղելով կարող ես շեղվել այն ճանապարհից, որ Աստված քեզ համար է պատրաստել։ Մի շեղվիր ուրիշների ձեռքբերումներով։ Տոնիր նրանց, բայց մի նվաստացրու քեզ։ Քո ժամանակը սուրբ է, քո գործընթացը անգին է։ Քո հրաշքը կառուցվում է, եւ այն փոքր չի լինի։ Համեմատությունը անհանգստություն է առաջացնում։ Հավատը խաղաղություն է ծնում։ Ընտրիր, թե որն է գերիշխելու քո սրտում։ Եվ եթե գայթակվում ես չափել քեզ ուրիշներով, ասա ինքդ քեզ. այնինչ Աստված պատրաստել է ինձ համար, միայն ինձ համար է, եւ այն կգա ճիշտ ժամանակին։ Վստահիր քո պատմության հեղինակին, նա գիտի, թե ինչ է գրում։ Եվ երբ շրջես էջը, կտեսնես, որ ոչ մի կետ անիմաստ չի եղել։ 14-րդը։ Հիմա ասա. ես ընդունում եմ հրաշքը, որ Աստված պատրաստել է ինձ համար։ Կամ պահեր, երբ հավատը պետք է լինի ավելին, քան պարզ լռություն։ Այն պետք է լինի դրսևորում։ Ինչ որ բան կատարվում է հոգևորում, երբ բացում ես բերանը եւ մարգարեություն ես անում այն, ինչ հավատում ես։ Ուստի կանգ առ հիմա եւ կրկնիր սրտով.
լի հավատով։ Ես ընդունում եմ հրաշքը, որ Աստված պատրաստել է ինձ համար։ Այս արտահայտությունը կախարդանք չէ, սա ակտիվ հավատ է։ Սա բառային միություն է այն բանի հետ, ինչ արդեն արձակել է երկինքը։ Առակներ 18:21-ը ասում է. «Մահը եւ կյանքը լեզվի իշխանության տակ են»։ Այսինքն քո խոսքերը ուժ ունեն բացելու, արագացնելու եւ դրսեւորելու։ Մի թողիր այնինչ հավատում ես անհայտարար։ Երբ արտասանում ես խոստումը, ինչ որ բան ներսում համընկնում է, վախը նահանջում է, միտքը դանդաղում է, սիրտը տաքանում է։ Կարծես հենց երկինքն ասել է. «Ես լսել եմ եւ ամեն ինչ կարգին է»։ Շարունակիր հավատալ։ Կրկնիր նորից, հիմա ավելի մեծ ուժով. «Ես ընդունում եմ հրաշքը, որ Աստված պատրաստել է ինձ համար»։ Եթե կարող ես, գրիր սա մեկնաբանություններում։ Կիսվիր նրանց հետ ում պետք է։ Երբ հավատը բազմանում է, հրաշքները տարածվում են։ Այսօր այն օրն է, երբ քո հավատը դադարում է լինել մտքեր եւ դառնում է գործողություն։ Հռչակիր. Հավատում եմ, ընդունում եմ։ 15-րդը. Քո ժամանակը եկել է։ Հիմա ակտիվ հավատ է պետք, այլապես ոչինչ չի լինի։ Մենք անցել ենք այս ճանապարհը։ Դու լսել ես յուրաքանչյուր խոսքը, զգացել ես հոգու յուրաքանչյուր հպումը, հասկացել ես, որ Աստված խոսում է քեզ հետ։ Բայց հիմա գալիս է ամենակարևորը. ինչ ես անելու այս ամենի հետ։ Քանի որ քո հրաշքը պատրաստ է, բայց այն չի դրսևորվի առանց քո մասնակցության։ Եբրայեցիներ 11:6-ն ասում է. «Առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն»։ Եվ հավատը ոչ միայն հավատալն է, այլ գործողություն է։ Դա դիրքորոշում է, դա շարժում է դեպի խոստումը։ Նույնիսկ եթե ոտքերը դողում են, երկինքն արդեն շարժվել է։ Հիմա հենց քո հավատն է պետք մտնի խաղի մեջ։ Պետք է որոշես, թույլ կտաս, որ այս խոսքը մեռնի որպես եւս մեկ տեսանյութ, որ դիտել ես, թե կօգտագործես սա որպես շրջադարձային պահ քո կյանքում։ Քանի որ հավատն առանց գործողությունց պարզապես ցանկություն է, իսկ Աստված այնինչ անում է, պահանջում է քո համագործակցությունը, ոչ էմոցիոնալ, այլ հոգևոր։ Բացիր սիրտդ, աղոթիր ինչպես երբեք նախկինում, փակիր ցիկլերը, փոխիր հարաբերությունները, համապատասխանեցրու քո կյանքը այն, ինչ Աստված խնդրում է։ Հիմա այլևս սպասելու ժամանակ չէ։ Պետք է գործել կենթանի, գործնական եւ վստահ հավատով։ Քո ժամանակը եկել է եւ հրաշքը քո առջև է, ինչպես լայն բացված դուռ, բայց միայն նրանք, ովքեր հավատում են, անցնում են դրա միջով։ Միայն նրանք, ովքեր հավատում են, ստանում են։ Միայն նրանք, ովքեր կանգնում են, ապրում են նորովի։ Ուստի որոշիր հիմա, իսկապես հավատում ես։ Եթե այո, արա խոր շունչ եւ ասա. Ես հասկանում եմ, ես հավատում եմ, ես ապրում եմ Աստծո հրաշքը իմ կյանքում։ Եվ թող սա լինի առաջինը բազմաթիվ հայտարարություններից, որոնք կփոխեն քո ճանապարհը, քանի որ խոստումն արդեն տրված է, երկինքն արդեն արձակել է այն։ Հիմա ամեն ինչ կախված է քեզանից։ Եթե այս ուղերձը դիպչել է քեզ, եթե այսօր քո սրտում ինչ-որ բան արթնացել է, շնորհակալ եմ, որ մնացիր այստեղ։ Սա ցույց է տալիս, որ դու վճռական ես ապրելու Աստծո հետ։ Եվ ես ամբողջ սրտով հավատում եմ, որ հրաշքն արդեն սկսվել է։ Սա պարզապես տեսանյութ չէր, սա աստվածային հանդիպում էր։ Եվ եթե զգացել ես դա, մի պահիր այս փորձառությունը քեզ մոտ։ Կիսվիր այն նրանց հետ, ում պետք է լսել հավատի, հույսի եւ վերականգնման խոսքը։ Դու կարող ես դառնալ այն ալիքը, որ Աստված օգտագործում է մեկ այլ կյանք հասնելու համար։ Աստված օրհնի քեզ եւ երբեք մի մոռանա, քո հրաշքն արդեն եկել է։ Հիմա ամեն ինչ կախված է քեզանից։ Ընդունիր հավատով եւ ապրիր լիարժեք այն, ինչ նա պատրաստել է։